Վարդան Ղուկասյանը բոլոր իր ելույթներով Նիկոլ Փաշինյանն որ մենք հավատարիմ ենք Եվրասիական միությանը այն մյուսներին դուք ինչ ասեք կանենք դուք առաջարկեք մենք կանենք դուք ասում են չենք ուզում ձեզ Փաշինյանի ֆակտորը գործոնը դու Փաշինյանը ասում է մենք համ Վարդան Ղուկասյանը այսինքն Վարդան Ղուկասյանը գյումրեցի է նայել Ենոքավանցի ասում է մենք համաձայն ենք կա որևէ ծրագիր որ Ռուսաստանը առաջարկել է մենք մերժել ենք չկա որևէ բան Այսինքն նորից Ռուսաստանը հերրացել է չեկավ Արցախ մեզ պաշտպանելու չեկավ Սյունիք սև ջուրը պաշտպանելու չի գալիս մեզ չի պաշտպանում այ Վարդան Ղուկասյան չի գալիս մարդիկ ռեսուրսներ չունեն ցանկություն չունեն պարտավորություն ունեն մեզ չպաշտպանելու հիմա գնում փաթաթում ենք ասում ենք արելի Ռուսիվան արելի չես հասկանում դու չես հասկանում քու շահերից չի բխում Դա վիրավորական է, չէ՞ մենք ռուսներին վիրավորում ենք։ Մարդիկ ասում են, մեր շահերից բխում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։ Մեր երկրում, Ռուսաստանի Ֆեդերացիայում 25 միլիոն թուրք է ապրում։ 25 4 միլիոնը Մոսկվա քաղաքում։ Նրանք երբ ուզենան Ռուսաստանը կապակայունացնեն, մարդիկ մեզ ասում են, հատուկ էթնիկ հայեր կան, ծագումով հայեր կան, որոնք մեզ ասում են՝ մի արեք Ձեր պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսի Ռուսաստանը։ Հիմա մենք անցած գնում փաթաթվում ենք։ Պարոն Աշակյան, ստացվում է Հայաստանը մի ձեռքով ստորագրում է այդ օրենքը Եվրամիությանը անդամակցության կամ Եվրամիության դեպի Եվրամիություն գնալու մասին օրենքը, մյուս ձեռքով էլի ռուս թագավորին է նամակ գրում։ Ռուս թագավորի նամակ ամեն օր է գրում, անընդհատ գրում է։ Փաթաթված է նրա ոտքերին։ Բայց Եվրամիության հետ պատմությունը ամբողջ։ Դե զաստավիթ արեցին։ Զաստավիթ 60000 ստորագրություն հավաքեցին, ասեցին արա։ Ինչ է անում որ։ Օրենքի ընդունել նախագահն էլ ստորագրել է այդ օրենքը։ Եվրոպացիները, Եվրոպա, մենք ասում ենք արևմուտք, երբ որ ասում ենք հասկանալի չէ որ Հունգարիային եւ Սլովակիային նկատի ունենք ռոմանո-գերմանական անգլոսաքսոնական աշխարհը նրանք ասում են մենք կարգապահ ժողովուրդ ենք դուք որոշեք ում հետ եք լինելու որ մաքսային միության անդամ եք դուք այնտեղ լվացվեք նոր եկեք մեր մոտ սանիտարական հատուկ ռեժիմ կա մեր մոտ հատուկ ռեժիմ կա Այս մայիսի 9-ը կխանգարի այդ գործընթացը։ Մայիսի 9-ը մենք ընդհանրապես այստեղ պետք է նշենք։ Մենք չափազանց ծանր գին ենք տվել մայիսի 9-ի համար։ Մենք հայերս։ Մենք բացառիկ ժողովուրդներից մեկն ենք, որ մտել ենք Բերլին հենց հայկական դրոշով, հայկական դիվիզիայով։ Մեր պապերը մտել են Բերլին որպես պատժիչ, որպես պատժող։ Մենք ազատատար չենք եղել։ Մենք մտել ենք պատժելու համար։ Ցանկացած հայ մարդի հարցրեք գենոցիդը կազմակերպած պետության դաշնակցի Բերլին որ մտել եք ինչ եք դուք մտածել ազատագրեն գերմանացի ժողովրդին նացիզմից չէ մտել ենք պատժելու համար մենք մտել ենք մենք իրավունք ունենք դա նշելու հակահիտլերյան կոալիցիայի կարևոր մասը մենք ենք հանեք մեր բաժինը տեսեք ինչքան ինչ է կատարվելու Այսինքն մենք պետք է նշենք մեր հաղթանակը, մենք պատժեցինք նացիստներին, որպես դաժանության, անմարդկայնության, թշնամի նրան մենք պատժեցինք և պատժեցինք գենոցիդը կազմակերպող պետությանը, մեր եղբայրների վրեժը լուծեցինք։ Մենք մեր մոտ պետք է նշեինք, մեր մոտ նշեինք, եթե նրանք նշում են հակահիտլերյան կոալիցիան, եթե դա նշում է, ուղարկեինք Վետերաններ ունենք մենք պաշտպանության նախարարներ, ես չգիտեմ հիմա կան հայ վետերաններ պատերազմից 90-100 տարեկան, դրանց էլ կարող ենք ուղարկել։ Եթե հատուկ ակցիա է, ուրեմն մեր մոտ նշում ենք 8-ին ամսի 9-ին իրենց մոտ։ Վլադիմիրիչը կանչել է ինքը գնում է կարևոր չի պարադե դա թե ինչ է։ Կարող ուրիշ տեղերել է կանչում էլի գնում է։ Ես դա եմ ասում որ Նիկոլ Փաշինյանը ոչ ասել չգիտի։ Նա ծրագրերում չի եղել երբեք, նա անկախական չի եղել, նա պետական չի եղել։ Նա ասում են Վարդան Ղուկասյանի բերանով ինքը խոսեց։ Բայց ինչի պետք է չգնար։ Իմ նշանակել է, եթե Պուտինը ուզենա, որ Նիկոլ Փաշինյանը չլինի,
Նիկոլ Փաշինյանը քանի րոպե կմնա վարչապետ, քանի րոպե, այ հենց որ տելեգրաֆը եկավ, ազգային ժողով, Ալեն Սիմոնյանի սեղանին եկավ տելեգրաֆը, որ փոխում ենք, նիստ կգումարվի բոլոր աչերը, ձախերը, հները, նորերը, արականներն ու իքականները կքվյարկեն, կհեռացնեն, ոնց արեցին 98 թվականին, ոնց արեցին, հավաքվեցին բոլշևիկները, մենշևիկները, հավաքվեցին Ռոբերտին, բերեցին, որտեղից այդ Ալիևի կադրերին բերեցին, քվեարկեցին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց մնաք բարով, ես գնում եմ, հա, Սերժ Սարգսյանը ոնց հրաժարվեց, ասաց գնա, վստահությունը կորցրել ես, Եվրոպայի հետ 4 տարի սիլի-բիլի ես արել, գնա, սոսոփուս հանձնեց գնաց, Նիկոլ Փաշինյանն էլ կհանձնի, կգնա, եթե Պահը, հա, պահանջը, եթե Կրեմլի Վլադիմիրիչը եթե ասի, որ իրեն չի ասելու, միջոց իրեն չի ասելու, Աղազարյան Հովիկին է ասելու, Ինչու Աղազարյան Հովիկ, դե պայմանական, փոքրատառով, դրանք հատուկ ընտրել է, տեսեք ինչ կադրեր է ընտրել, Աղազարյան Հովիկը, Վահագը Հովակիմյան, Սուրիկը Պապիկյան, Են շարքը թվեք էլ տեսեք ովքեր են, դրանք են մեր երկիրը ղեկավարում, կադրեր չկան, սահմանադրական դատարանը, դատախազը, բդխները, դատախազը, այդ նայ մտածում ես, ես հայ ժողովուրդ են, մխիթար գոշ, բան, որ ասում են սուտ է դա, դրանք կարող է ալբանացի են եղել, ուդի են եղել, ինչ են եղել, Ալիևի ջրաղացին ջուր եք լցնում, հա, Հա ինչ, դա է ստացում, բա մենք իրավաբաններ չունենք, Տարոն Աջեմօղլուն, Աջեմյանը, կառավարման համակարգ ձևավորելու համար ստացել է աշխարհի ամենաբարձր գնահատականը, ամենաբարձր Նոբելյան մրցանակ ստացել է մարդը, թե ոնց կարելի է կադրեր ընտրել երկիրը ղեկավարելու համար, ինչ չափորոշիչներով կարելի է կադրել, ինչ ծրագրեր կարելի է կազմել, ուր գնալ, ինչ անել, Նոբելյան մրցանակ, ճիշտ այնպես ինչ որ Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն էր շախմատի, ամենալավ շախմատ խաղացողն էր իմ երիտասարդ տարիներում, մենք բոլորը շախմատիստ էինք, շախմատային կոստյում ունեն, տեսեք շախմատ է, շախմատ խաղալ գիտենք մենք, երկիր կառավարելու տեսությունը մենք էթնիկ հայը, որը ամենտեղ արձանագրում են, որ ինքը հայ է, Բա դուք Նոբելյան մրցանակակիր ունեք վարչարարության բաժնում, ու դուք վերեք Հովակիմյանին, ես թիրախ եմ վերցրել, որտեղ ընտրություններում ոնց կարող էր Գյումրիում այդպիսի ընտրություն տեղի ունենալ, մարդկանց վրա քրեական գործեր կան, այսինքն մարդիկ, որ պետք է բանկում լինեին, նրանց ունեցվածքը ազգային բանկում, առախաղեմանում, բանկ ու բանդ, դարձել են երկրի ղեկավար, Բերեցին դարձրեցին ղեկավար, չէր ուզում, այ Վլադիմիր Պուտինի մասին ասենք, Նիկոլ Փաշինյանը չէր ուզում, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ ու Վարդան Ղուկասյանը ջարդ ու փշուր արեց Նիկոլ Փաշինյանին, Պուտինին, Բայդենին ու Տրամպին հաղթեց, այսինքն ինքը չէր ուզում, Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը չէր ուզում, որ Վարդան Ղուկասյանը լինի։ Դուք կասկածով եք ասում, այսինքն ձեր կարծիքով ուզում էր, մեկը խոսնակն է դա, ասեց այն ինչ որ ինքը կես բերան է ասում, կամ չի ասում, կամ զայրացած ձեռքերն է շարժում։ Ինչու կարող էր Նիկոլ Փաշինյանը ուզել դա։ Քաղաքական կուրսն է այդպեսին։ Ինքը ուզեցավ ասել, որ տեսեք, սա մեր ապագան է։ Իսկ Երևանի քաղաքապետը կարծում եք Վարդան Ղուկասյանից ինչ որ բանով տարբերվում է։ Ինչ ելույթները ես չեմ հիշում, այն Փափախով ու բաները Հանիբալն ու Հաստրուբալը ես հատուկ չեմ ասում են բառերը որ օպելներով այդ լեզվա մշակույթը կրող մարդը նա քաղաքական գործիչ է Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետության 75%-ն է այսինքն երկրի ղեկավարներից մեկն է Ավինյան Տիգրանն է այսինքն երկիրը հենց Ավինյան Տիգրան է Երևանն է նա քաղաքական կուրսի մասին անկախության մասին լեզվի մասին, մեր լեզվի Երևան քաղաքում ոդոչնա կոնյաչնի завод есть,
Դուք պատկասում գրված է, ամեն օր են գրում գալիս են Երևանский водочно-коньячный завод имени Նիկոլ Փաշինյանը։ Այդ հասկացանք չի տեսնում քաղաքապետը ինչ է գրված, լեզվի մասին օրենք չունենք, այսինքն ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը դեռ պետք է հասնի Տիգրան Ավինյանին, օրինակելի Տիգրան Ավինյանին, պետք է հայհոյի համակարգացիներին, հայրենակիցներին։ Եվ ձեր բռնած 26 թվականին հանրությանը, հասարակությանը ուր տանեն, ընտրություններ են 26 թվականին։ Ընտրություններ չեն, դրանք քվեարկություններ են։ Գյումրիում ընտրություն չի եղել, եղել է քվեարկություն, դրանք տարբեր բաներ են։ Ընտրությունը ենթադրում է մրցակցություն։ Լևոն Բարսեղյանը ոնց կարող էր մրցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Դա մրցակցություն չէ, մրցակցային անհավասար պայմաններ կան։ Օրենքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությամբ օրենքը Հայաստանի Հանրապետության ղեկավար է ընտրում առանց մրցակցության, չի կարող մրցակցություն լինել, բայց քրեական գործերը ինչի մասին են։ Այդ ապօրինի գույքի մասին, որ գրում են, այդ ապօրինի գույքը ում մոտ է, ապօրինի ռեսուրսները ում մոտ են, բայց գյումրեցիները գիտեին, չէ, ռեսուրսները ում մոտ են, ուժը որտեղ է։ Այդ ընտրությունների մասին օրենքով Հայաստանում չի կարող արդար, թափանցիկ, ազատ ընտրություն տեղի ունենալ, օրենքը արգելում է, կուսակցությունների մասին օրենքը արգելում է, սահմանադրությունը արգելում է Հայաստանում արդար, ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Այդ համար ես ասում եմ, Երևան քաղաքի քաղաքապետը ով է, դուրս պրծուկ, տարին հասարակ թիվ չի, 7 տարի հետո մենք պետք է խոսենք, այսօր պետք է խոսենք սահմանադրության նախագծի մասին, մենք պետք է խոսենք ընտրությունների մասին, նոր օրենքի մասին, մենք պետք է շնորհավորեինք նոր ընտրված ավականին, այդրանից պետք է ասենք, որ արժանավոր մարդիկ են ընտրվել, Գյումրի քաղաքը կարևոր քաղաք է, դա երկրորդ չի, երրորդ չի, դա հատուկ քաղաք է, գյումրեցիները հատուկ խումբ են, մեր ժողովուրդը հատուկ է, Գյումրին ուրիշ է, մենք պետք է հիմա շիրար շնորհավորեինք, ասենք այ Երևանը թող օրինակ վերցնի Գյումրիից, այդ դա տեղի չի ունեցել, այդ դրա համար են վրդովված Գյումրի քաղաքը ում եք հանձնում, ուր եք տանում դուք մեզ, եթե մարդիկ մեզ վտարել են իրենց երկրից, իրենց հովանավորչությունից վտարել են ռուսները, դուք ինչի եք գնում, փաթաթում չեք նվաստանում, ես մեկ ասում եմ, դա իմ որոշ ընկերները Գյումրեցի վիրավորվում են, ասում եմ, Միմինո կինոյի մեջ մեզ վիրավորել են, Միմինո կինոյի գլխավոր հերոսը այն Սլավոն Եռյակն ու Քարյակն են, վետերաններն են, նրանք են մեծահոգի, երկրորդը վրացին է, Կիկաբիձեն է, Օթաչու, երիտասարդ, բարետես և Սանչո Պանսան, մեր Մկրտչյանը, նա պետք է հրաժարվեր այդ տեքստը, որ կարդաց Սան Ֆրանցիսկոն առաջի տեղը, մեր ջուրը երկրորդ տեղն է, ասում է իմ կնոջի երրորդ ամուսինն եմ ես, ինչ ես ասում քո կնոջի երկրորդ կամ երրորդ ամուսինն ես դու, ինչի քո երեխաների հայրը չես, այդ էր ասում մեր Մկրտչյանն ասում էր, իմ երեխաների հայրը ես չեմ, այդ Միմինոն դրա մասին է, մերոնք ուրախանում են, հպարտանում են, հուշարձաններ են սարքել, երեխաների անուն Միմինո են դնում, այնտեղ մեզ նվաստացրել են, Համլետն է գլխավոր հերոսը Շեքսպիրի, Լաերտը չի, Ֆաուստն է գլխավոր հերոսը, որ շարունակեմ, ամեն տեղ գլխավոր հերոսը պետք է լինես, մենք հակահերոսներին ենք բերում դարձնում մեր համար հերոսներ, Այս դա եմ ասում, ինչի եք Հայաստանի ղեկավարներին դնում տգեղներին, տգետներին, նվաստացնում են, ես հիմա նվաստացած եմ, Գյումրի քաղաքը հանձնել են տգետներին, տգեղներին, գռեհիկներին,
Երևան քաղաքը հանձնված է տգետներին, գռեհիկներին, չեն կարողանում հարցը լուծել, 4 ժամ դրեք։ Դրանք հասարակ բաներ են, բայց չկա տեղ մեկը, որ ասի 4 ժամ, ժամը 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին է սկսում աշխատանքը ձեր։ Բաժանեք, բաշխեք, ուսումնասիրեք, 4 ժամ թող տևի, 4 ժամ էլ աշխատանքից դուրս գալը տևի։ Նշանակեք էկուվորց, զույգ օրերին զույգ մեքենաներն են Երևանում շրջում, կենտ օրերին կենտ մեքենաներն են շրջում, դատարկեք Երևանը, դատարկեք, դուրս գանք փողոց, կազմակերպեք մեր կյանքը, փոխեք այդ ռեկլամները, գովազները փոխեք, իմ լեզուն դրեք։ Ինչի՞ պետք է ոտաշնկանյաչնի զավոդ լինի գրված կիրիլիցայով, իմ գլխավոր գործարաններից մեկի վրա, բայց չվրդով են 7 տարի անցել է, բայց օգնել ինձ հաշվետվություն ինձանից պահանջում են, իմ թորրեն ասում են, «Էդ ում ես օգնել, պապի»։ Ոտաշնկանյաչնի, «Էդ ում ես օգնել դու»։ Վրդովում, բայց ես ինչքան ժամանակ ունեմ ապրելու։ Ես ժամանակ չունեմ իմ սխալները ուղղելու։ Իմ նման շատերը կան, որ ժամանակ չունեն, ասում են ուղղեք։ Որոշեք, դուք ում հետ եք, դուք որ սեռից եք, էդ էլ ասեմ, լավ։ Ներողություն, որ սեռից եք դուք։ Ում հանդիպում եք, ձեր սեռը փոխում եք, որ դուք մաքսային միություն եք, թե Եվրոմիությունից եք։ Մտակ Եվրոմիություն հատել, մտեք, գործ արեք, օրենքներ փոխեք, աշխատեք, հրավիրեք իրավաբանը, Տարոնին հրավիրեք Աչեմյանին։ Հրավիրել են կարծես թե Բայց չի գալիս այստեղ մարդը, որ ասում է, ես կոմպետենտ չեմ։ Մարդն ասում է, որ իմ պաշտպանության նախարարը զինվորական հանցագործ է նախկին, քրեական դրա համար դատվել է։ Իմ պաշտպանության նախարարի տեղակալը ոստիկան է նախկին, մյուս տեղակալը աշխատանքից վտրված քաղաքապետն է։ Ասում է, բա ինչ պաշտպանություն։ Բա ձեր մոտ 16-17 տարեկան պատանին, որ գնա ռազմական ինստիտուտ, ինչ է դառնալու։ Գլխավոր պաշտոնները բաժանել է քրեականների մեջ, բայց չի ուզում պատանին 16 տարեկան դառնա գեներալ։ Քանի գեներալ կա ռազմական ինստիտուտը ավարտած։ Քանի գեներալ ունենք, բայց 30 տարի շրջանավարտ ենք տալի։ Դա աճեմ օղլում դա։ Ես կապ ունեմ նրանց հետ։ Նրանք ասում են, «Էս ինչ եք անում»։ Դե կարծում են, թե ես կարևոր բան եմ, էլի, որ բարձրաձայնով որ խոսում եմ, հիմա էլ որ խոսում եմ, մարդիկ մտածում են, «Էս երևի մի բան գիտի, ոչինչ չգիտեմ, ոչինչ չունեմ, ռեսուրսներ չունեմ, ես հալածված եմ»։ Դուք եք որ հրավիրում եք, ինձ իրենք չեն հրավիրում, ատում են ինձ, ատում են Աչեմօղլուին, Աչեմյանին ատում են, Գարիկ Իսրայելյանին ատում են։ Են մեր քիմիկոսին ու ֆիզիկոսին 100 տարեկան ատում են, կրթությունը մեր մոտ ատում են, լեզուն, լսեք ազգային ժողովի լեզուն։ Վարդանը գյումրեցի է, բայց գրական հայերենով է խոսում, պետական լեզվով է խոսում։ Ռուսերենով համեմված ձևակերպումներն էլ հետո։ Բա ինչ է ուզում։ Բա գյումրեցի է, բայց նրանց լեզուն տեսեք, ես դա եմ ասում, բա երբ է լինելու։ Ես էլի 50 տարի պետք է ապրեմ, 70 տարի դեռ ապրելու եմ, որ ձեր ասում կադրեր չկա, որտեղ չկա, քու շրջապատում կադրեր չկան։ Հայաստանում կադրեր կան, ասում եմ Նոբելյան մրցանակ է շահել։ Մենք Մենդելևի Աղուսյակում, այո, անուն ունենք։ Մենք օգանով քիմիկոս ունենք։ Այո։ Բա այդ ուր է ձեր կրթությունը, գիտությունը։